հաճախում է հավերաշրագերտ, որից ընդամենը 20-ն է աղջիկ, չէ, դա արդեն ինչ որ պարզ էր, որ այդտեղ ինչ որ մի խնդիր կա։ Ինչու է աղջիկների թիվը այդքան քիչ։ Երկու շատ հայտնի թեմաների մասին, որը սովորաբար շրջանառվում է համայնքներում, մեկը մասնակցային բյուջետավորումն է եւ մյուսը գենդերազգային բյուջետավորումն է։ Ամասիայի համայնքապետան առաջին 3 համայնքներից էր, ովքեր անցան գենդերազգային բյուջետավորման։ Իսկ մասնակցային բյուջետավորման մասով ինչպիսին է բնակիչների հետաքրքրվածությունը։ Ծրագիր կար, որ 0 ձայներ հավաքել։ Այսինքն այդ ծրագիր առաջարկողը նույնիսկ ինքը չէր քվեարկել իր ծրագրի օգտին։ Այդ քարտեզագրումը ինչպես արտացոլվեց ձեր հետագա գործունեության մեջ։ Այդ բոլոր համայնքները ճանաչել, այդ բոլոր համայնքների եկամուտների ռեսուրսները հասկանալ։ Ցայք հեռուստաընկերության եթերում բաց տեքստով հաղորդաշարն է։ Այսօրվա մեր հյուրն է Ամասիա համայնքի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հավաքագրման եւ հաշվառման բաժնի պետ Արմինե Խասիկյանը։ Բարև ձեզ Տիկին Խասիկյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հյուրընկալության համար։ Տիկին Խասիկյան, ես ուզում եմ մեր այսօրվա զրույցը բնականաբար հեռու չի լինելու այն բաժնի անվանումից, որը ներկայացնում եք ի պաշտոնե, ուզում եմ մենք սկսենք նախապատմությունից, թե ինչպես հայտնվեցիք այս բաժնում, ինչու որոշեցիք, որ մի օր ամենաբարդ համայնքներից մեկի, Շիրակի մարզի ամենաբարդ համայնքներից մեկի ֆինանսական հարցերը ամբողջությամբ ստանձնելու եք դուք։ 2016 թվականին, երբ սկսվեց համայնքների միավորումը, այն ժամանակ ես աշխատում էի Ամասիայի միջնակարգ դպրոցում եւ այդ ժամանակ ես հասկանում էի, որ իմ տեղը հենց այնտեղ է, որովհետեւ նախկինում երկար տարիներ աշխատելով Ամասիայի տեղական բաժնում, հստակ պատկերացնում էի համայնքապետարանի խնդիրները, մանավանդ ֆինանսական ոլորտում, ու ես ինձ վստահ էի զգում, ես ինձ զգում էի այդ պաշտոնում։ Այդ վստահությունը ունեի, որ կարողանամ անցնել այդ փորձության միջով։ Ես ուզում եմ մենք ուշադրություն դարձնենք բաժնի անվանմանը իրականում, որովհետև շատ համայնքներում ֆինանսատնտեսական բաժինը եւ եկամուտների հավաքագրումն ու հաշվառումը առանձին բաժիններ են, առանձին միավորներ են ներկայացնում եւ փորձենք պատկերացնենք այդ ֆինանսական շրջանառության ամբողջ պտույտը բյուջեի հավաքագրումից մինչեւ բյուջեի բաշխում։ Ինչպես է տեղի ունենում, որ օղակն է ամենաբարդը իրականում։ Իրականում բոլոր օղակները իրենց բարդությունն ունեն, քանի որ 2016 թվականին ես անցնելով այդ աշխատանքի, չէ, պետք է հիմքը կարելի է ասել դնեի, չէ, դժվարություն հենց նրանում էր կան, որ 0-ից պետք է սկսվել այդ ամեն ինչը, ու միավորվում էին առաջին միավորման ժամանակ 9 համայնքներ, 9 բնակավայրեր, ուստի պետք է իմանալ այդ բոլոր 9 բնակավայրերը։ Նրանք ինչ եկամուտի աղբյուր ունեն, նրանց նախկին պատմությունները մինչև միավորվելը պետք է այնպես անել, որ ոչ մի եկամուտ դուրս չմնար, իր արտացոլումը ստանար բյուջեում, չէ, դա լիներ տեղական եկամուտներ, թե հողի վարձակալություն, դե իհարկե հողի հարկը, գույքը հարկը դա բազաներում արդեն ներառված էր, բայց այն մյուս ոլորտների առումով ընդհանրապես այն ժամանակ չկար ոչ մի ծրագրային ոչ մի բան թվայնացված չէր, ըստի այդ հավաքագրումը ամեն ինչ տեսնելը շատ բարդ էր ընթանում, հենց սկիզբն էր ամենաբարդը, այդ բոլոր համայնքները ճանաչել, այդ բոլոր համայնքների եկամուտների ռեսուրսները հասկանալ եւ դրանք արտացոլելը արդեն հեշտ կողմն էր։ Մինչեւ 2017 թվականը սկսվելը դու պետք է այդ ամբողջ տեղեկատվությունը ունենայիր։ Ինչպես նշեցիք ձեր խոսքում, կարիք կար քարտեզագրման ռեսուրսների եւ այդ քարտեզագրումը ինչպես արտացոլվեց ձեր հետագա գործունեության մեջ։ Դե քանի որ ես ինքս արդեն նշեցի, որ աշխատել եմ տեղական կանխապետական բաժնում եւ բոլոր համայնքներին ճանաչում էի։ Բոլոր համայնքների ֆինանսական գործառնությունները կարելի է ասել իմ ձեռքի տակով է անցել։ Այդ իմ նախկին աշխատանքը ինձ շատ օգնեց։ Նաև խնդիրը կայանում էր նրանում, որ դեռևս աշխատակազմը ձևավորված չէր, մասնագետների խիստ կարիք կար եւ բոլոր բնակավարներում էր այդպես եւ սակավաթիվ թվով չէ աշխատողներով այդ դժվար գործերը պետք է գլուխ բերեր 8 ժամը բավական չէր բնականաբար
Եվ մենք աշխատում ենք ուշ էինք գնում, աշխատում ենք նաև տանը, որովհետև ֆինանսական բաժինը այնպեսի բաժին է, որ ինքը սпасել չի սիրում, չէ, քո ամեն մի թերացում, ամեն մի ուշացած տվյալ կարող է ճակատագրական լինել համայնքի համար, կարող է հետևանքներ թողնել ոչ միայն հենց ֆինանսատնտեսագիտական բաժնի համար, այլ նաև մյուս ոլորտների համար, ընդհանուր համայնքի համար։ Շատ բարի։ Ամեն դեպքում ես ուզում եմ նորից մենք անդրադառնանք ձեր բաժնի այս մի կողմից հավաքագրելու, մյուս կողմից բաշխելու process-ին, որովհետև սովորաբար կան այսպիսի կարծիքներ, որ եկամուտների հավաքագրումը ամենաբարդ process-ն է, որովհետև մարդիկ սովորաբար ավելի հեշտությամբ ուզում են կատարված գործը տիմի կողմից տեսնել եւ պահանջատեր են իրենց խնդիրների լուծումները տեսնելու տեսանկյունից, քան վճարել տեղական հարկերը, турքերը եւ այն բոլոր անհրաժեշտ ֆինանսական միջոցների մուտքերը, որը կարևոր է, որպեսզի այդ գործունեությունը անխափան շարունակվի։ Ինչպես է դա տեղի ունենում ձեզ մոտ, արդյոք այդ հոգեբանությունը աշխատում է նաև Ամասիա համայնքում։ Նայեք, մի ֆինանսների հավաքագրումը դա ամենավերջին փուլն է միայն, մինչև ֆինանսներ հավաքագրելը, չէ, նախ պետք է այդ ֆինանսները դու գտնես, հավաքագրես, ինչպես մի քիչ առաջ նշեցի, այնուհետև այդ հավաքագրումից հետո չէ պետքա պլանավորես։ Պլանավորելուց հետո նոր արդեն հարցը հասնում է հավաքագրելուն։ Իհարկե, հարկերի հավաքագրումը շատ բարդ է ինքն իրանով, որովհետև բնակիչները դեռևս, կարելի ասել, դեռևս սովոր չէ, որ պարտքային պարտավորությունը պարտաճանաչ պետք է կատարի։ Իհարկե, կան ծրագրեր, չէ, որը հեշտացնում է, այսինքն տեսնելու բնակչի պարտքը, բայց բնակիչը դեռևս չի գիտակցում, որ ամեն ուշացած օրվա համար ինքը վճարում է, տուժով է վճարում։ Մինչև հիմա, ասենք, շատ դժվարությամբ է դա իրականացվում։ Իհարկե, ամբողջ անձնակազմն է ընդգրկված լինում այդ process-ի վրա, կապ չունի, թե ինչ աշխատող ես, որ բաժնի աշխատող ես, ամբողջ անձնակազմը իր ամբողջ ուժերը ուղղում է դրան, եւ վարչական ղեկավարները, եւ աշխատակազմի բոլոր անդամները։ Երբ մենք խոսում ենք հատկապես հեռավոր սահմանամերձ համայնքների մասին ու այս դեպքում կոնկրետ Ամասիա համայնքի մասին, այստեղ բավականին եւ աղքատության եւ գործազրկության մակարդակի հետ կապված բավականին խոցելի համայնքի մասին է խոսքը եւ այս դեպքում ինչքանով որ բարդ է հավաքագրումը իրականացնել ելնելով արդեն նշված հանգամանքներից, նաեւ բավականին բարդ է թե որ խնդիրն է ըստ անհրաժեշտության լուծվելու։ Այս մասով ինչպիսին է իրավիճակը, ինչպես է տեղի ունենում այդ առաջնահերթությունների բաշխումը։ Ծախսերը նախնական հաշվի առնելիս նախ չէ մինչև համայնքի ղեկավարը երբ անցնում է իր պարտականությունների կատարմանը, նա պետք է ձեռնամուխ լինի հնգամյա զարգացման ծրագրին։ Իսկ հնգամյա զարգացման ծրագիրը կազմելու համար նախ պետք է հասկանաս բնակիչների կարիքը։ Հանրային լսումների միջոցով, բնակավայր այցելությունների միջոցով բացահայտվում է այդ կարիքները եւ ապա նոր գույքագրվում է այդ կարիքները։ Եվ դա բյուջեի մեջ ներառելու համար նախ պետք է այնպես լինի, որ ֆինանսական միջոցները եկամուտները բավականացնի։ Դրա համար հենց 17 թվականին, չնայած Ամասիա համայնքապետարանը այն առաջի համայնքներից էր, որ դեռևս 17 թվականին սկսվեց տարեկան աշխատանքային պլանի կազմումը, որը օրենսդրությամբ դեռևս ֆիքսված չէր, բայց ուրեմն ինչ էր տալիս տարեկան աշխատանքային պլանը, դու բոլոր անհրաժեշտ համայնքի անհրաժեշտ ծրագրեր ներառում ես այնտեղ, չէ, կապ չունի դա ֆինանսական ապահովում գտել է, թե չի գտել։ Դա թույլ է տալիս այդ ծրագրի ֆինանսավորման համար գտնել այլ ընտրանքային աղբյուր։ Ասենք դրամաշնորհներ գտնել, այլ միջոցներ գտնել։ Եթե այդ ծրագիրը արդեն ֆիքսված է լինում, արդեն դու գիտես, թե որ դրամաշնորհին դիմես։ Համայնքապետարանը բազմաթիվ այդպիսի դրամաշնորհների միջոցով խնդիրներ է լուծել, հենց այդ տարբերակով։ Շատ բարի։ Ես ուզում եմ նաև մենք խոսենք երկու շատ հայտնի թեմաների մասին, որը սովորաբար շրջանառվում է համայնքներում, մեկը մասնակցային բյուջետավորումն է եւ մյուսը գենդերազգային բյուջետավորումն է։ Այս մասով ինչ ենք արել Ամասիայում, ինչպիսին է իրավիճակը, կպատմեք մի փոքր։ Էլի կարող եմ նշել, որ Ամասիայի համայնքապետարան առաջին 3 համայնքներից էր,
ովքեր անցան գենդերազգայուն բյուջետավորման։ 2018 թվականին մենք արդեն ունենք գենդերազգայուն տարեկան աշխատանքային պլան, գենդերազգայուն ծրագրային բյուջե։ Ինչ էր իրենից ներկայացնում դա։ Դա հիմա կոնկրետ օրինակով կարող եմ բացատրել, թե դա ինչ կարող է տալ ընդհանրապես յուրաքանչյուր ծրագիր արտացոլելիս դու արդեն բաշխում ես ըստ սեռերի, նաև ըստ հաշմանդամների, երեխաների եւ ավելի հստակ է դառնում, թե այդ ծրագիրը ինչ է տալիս յուրաքանչյուր խմբին, խոցելի խմբին, ու նաև երբ որ այդ ծրագիրը արտացոլում է, դու նախ պետքա այդ ծրագրի ինչ ունես, չէ, որտեղ ես, դա ներկայացնես եւ այդ սկզբնական կետը որտեղ է գտնվում հիմա այդ ծրագրի առումով ինքը շատ բաներ թույլ է տալիս հասկանալ օրինակի համար միասպիսի օրինակ բերեմ երբ որ համայնքի ամասիայի մանկապատանեկան մարզադպրոցի հետ կապված ծրագիրներ մշակվում երբ հասկացա որ մարզադպրոց հաճախում է 100 աշակերտ որից ընդամենը 20-ն է աղջիկ, չէ, դա արդեն ինչ որ պարզ էր, որ այդտեղ ինչ որ մի խնդիր կա։ Ինչու է աղջիկների թիվը այդքան քիչ, անհամեմատելի այդքան քիչ, եւ պարզվեց, այդտեղ հանդերձարանի խնդիր կա, որովհետեւ նորմալ հանդերձարան չկա, որ աղջիկները գնան եւ այսպեսով եւ այդ խնդիրը լուծվեց, չէ, եթե չլիներ այդ գենդերազգային բյուջետավորումը, այդ խնդիրը չէր բացահայտվի։ Այսինքն ինքը ավելի այսպես նուրբ էջեր է բացում։ Ընդ որում շատ մեծ ռեսուրսներ չպահանջող պարզապես ուշադրություն։ Ու դա այդ հարցը չէր բարձրացվել։ Այդ հարցը լուծում ուղղակի վերլուծության արդյունքում այդ հարցը բացահայտվեց եւ լուծում ստացավ։ Շատ բարի, իսկ մասնակցային բյուջետավորման մասով ինչպիսին է բնակիչների հետաքրքրվածությունը։ Արդյոք իրենք շահագրգիռ են ծրագրեր ներկայացնելու, ու եթե այո, ապա ինչպիսի բնույթի ծրագրեր են սովորաբար առաջնահերթ ներկայացվում։ Ուրեմն համայնքապետն արդեն երկրորդ տարին է իրականացնում է մասնակցային բյուջետավորում։ Սակայն իմ կարծիքով արդյունքները գոհացուցիչ չեն բնակչության ակտիվության առումով։ Երբ սկսվում էր այդ գործընթացը, ճիշտ ասած ես ողջավորություն ունեցա, չէ, որովհետև համայնքի բնակիչը դե իհարկե անդադ դժգոհում էր, չէ, խնդիրներից, սա է անհրաժեշտ, նա է անհրաժեշտ, վերջապես համայնքի բնակիչը մի քայլ կանի եւ իր խնդիրը ինքը կներկայացնի եւ այդ լուծումով հանդերձ կներկայացնի, սակայն ցավոք սրտի դա այդքան էլ այդպես չեղավ, ներկայացված ծրագրերի թիվը խիստ սահմանափակ էր ընդհանրապես բնակավայրերից չէ այդ խնդիր բազմաթիվ խնդիր ունեցող բնակավայրերից ոչ մի առաջարկ չեղավ այս տարի եղավ 4 առաջարկ ընդամենը սակայն դրանցից միայն մեկը բավարար անցավ այդ անհրաժեշտ շեմը իսկ մյուս ծրագրերի մասով, այսինքն ծրագիր ներկայացնողն էլ ինքը ջանք չգործադրեց, որպեսզի մարդկանց թե իրազեկում արի կամ թե ինչ որ քայլ ձեռնարկի, որպեսզի մարդիկ քվեարկեն իր առաջարկած ծրագրի համար, եւ մի քիչ այսպես աբսուրդային թվեր ստացվեց, ծրագիր կար, որ ընդամենը 3 ձայն էր հավաքել, ծրագիր կար, որ 0 ձայներ հավաքել։ Այսինքն այդ ծրագիր առաջարկողը նույնիսկ ինքը չէր քվեարկել իր ծրագրի օգտին։ Սակայն այդ քիչ ձայներ հավաքած կամ չհավաք ծրագրերը լավ ծրագրեր էին։ Ասենք խնդիր լուծող ծրագրեր էին եւ ափսոս էր, որ իհարկե այդ ծրագրերը անտեսված չեն մնա հաշվի կառնվեն հետագա զարգացման ծրագրերը մշակելուց, դրանք անպայման հաշվի կառնեն, բայց ցավալին այն էր, որ մեր բնակիչները ակտիվություն շատ չցուցաբերեցին։ Միգուցե դա նաև համայնքի խնդիրն էր, իրազեկման խնդիր էր։ Կոնկրետ խնդիրը հենց իրազեկվածության մակարդակի մասին է, թե կան ավելի խորքային խնդիրներ, որոնք միգուցե թույլ չեն տալիս օրինակի համար վստահության բացակայությունը, որ իրենց ձայնը տեղ կհասնի եւ այդ ի վերջո այդ ծրագիրը կյանքի կկոչվի։ Միգուցե կա այլ կոմունիկացիոն խնդիր։ Ինչպես է տեղի ունենում վերլուծությունը։ Իսկ թվում է ամենալուրջ հետևությունը այն է, որ իրազեկման աշխատանքները պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել։ Իրազեկումը այլ կերպ պետք է ներկայացվել։ Եթե մինչև հիմա իրազեկվածությունը ընդամենը բյուջեի հանրային լսումների ժամանակ է ներկայացվել, դա շատ քիչ է փաստորեն։ Պետք է հստակ ծրագրեր մշակվեն հենց իրազեկման առումով։
Երկրորդը կարող է եւ բնակիչների վստահության պակասն է, ինձ թվում է դա էլ նշանակություն ունի, սակայն այդ հարցը համայնքապետարանը կարող է հարթել եղած առաջարկի օրինակով, չէ, մարդը առաջարկ է ներկայացրել եւ այդ առաջարկը, այսինքն ինքը հետեւողական է եղել, որպեսզի այդ առաջարկին քվեարկեն, ինքը ձեռքերը ցալած չի նստել, չէ, այդ ներկայացնողը այդ օրինակը ունենալով ինձ թվում է մյուս տարին երևի ավելի հաջողված ստացվի։ Նաև ուզում եմ անդրադառնանք գենդերային բաշխվածությանը, օրինակ Ամասիա համայնքում բնակավայրերի ղեկավարներ համայնքային մակարդակում ինչպիսի սեռային բաշխվածություն կա եւ արդյոք կանայք Ամասիա համայնքում հետաքրքրված են որոշում կայացնող որոշակի process-ներում ներգրավելու եւ այդ պատասխանատվությունը ստանձնելու մեջ։ Թե բոլոր մյուս համայնքների նման էլ Ամասիա համայնքը ղեկավար պաշտոններ, չնայած որ համայնքի ղեկավարը կին է եւ դա շատ դրական ազդեցություն պետք է թողներ, չէ, բայց այնուամենայնիվ ղեկավար պաշտոններն ավելի շատ տղամարդիկ են զբաղեցնում, օրինակ մեր 16 վարչական ղեկավարներից միայն մեկն է կին։ Մնացած մասով աշխատողների մասով իհարկե գերակշռում են կանայք։ Իսկ թվում է այստեղ ոչ մի խոչընդոտ չկա եւ զբաղեցնել ղեկավար պաշտոն դա կանանց ընտրությունն է, ընդամենը կանանց ընտրություն եւ պետք չէ ինչ որ արտաքին խոչընդոտներ փնտրել այդտեղ։ Իմ կարծիքով դա նաեւ բնական պետք է լինի, որ այդպես է, քանի որ կինը որպեսզի ղեկավար պաշտոնը զբաղեցնի, նախ պետք է իրեն ժամանակ հատկացնի, իր կրթվածության մակարդակը բարձրացնի, փորձառություն ունենա, չէ, իսկ այդ ժամանակը կինը որտեղից է վերցնելու, իր ընտանիքից է վերցնելու, չէ, այստեղ կինը ընտրություն է կատարում միշտ ընտանիքի օգտին, ինձ թվում է խնդիրը հենց դա է, մի կողմից էլ ինձ թվում է, որ կանայք մեծ թվով կանանց մասնակցությունը, չէ, ղեկավար պաշտոններում դա կարծես թե ընտանիքի հաշվին է լինում, իմ կարծիքով դա այդպես է, իսկ թվում է ավելի շատ պետք է այստեղ որակի վրա ուշադրություն դարձնենք, որովհետև որոշում կայացնող կինը, այսպիսի խոսույթ կա, որ տղամարդը որոշումներ կայացնում է սառը, չէ, դրամաբանությամբ, սառը մտքով, չէ, իսկ կինը որոշումներ կայացնում է նաև ինտուիցիայով, իր ներքին զգացողություններով ու եթե կինը այդ ներքին զգացողություն հետ ունի նաև փորձ եւ գիտելիք, արդեն նրա կայացած որոշումը ավելի ճիշտ նպատակակետին է հասնում։ Ու նաև կինը ունի խնդիրների խնդիրներին նայելու ոչ թե միայն իր աչքերով նայելու ընտնակություն, այլ նաև իր ընտանիքի, իր երեխաների աչքերով է նայում այդ խնդրին։ Այսինքն կնոջ հայացքը խնդրին ինքը բազմակողմանի է, չէ՞, եւ ավելի ճիշտ որոշում կարող է ընդունել, հաշվի առնելով այդ բոլոր խնդրի բոլոր այդ կողմերը։ Այո, եւ ինձ թվում է այստեղ մենք պետք է շեշտը դնենք ոչ թե քանակի վրա, այլ պետք է շեշտը դնենք որակի վրա։ Ինչքանով է ստացվել այդ ներդաշնակությունը գտնել ընտանիքի եւ աշխատանքի մեջ, որպեսզի երկուսն էլ չտուժեն։ Ձեր բանաձևը ո՞րն է։ Ճանապարհները հարթ չեն լինում, ճանապարհները ոլորան են, չէ, եւ ինչպես ամեն մի ոլորանից հետո նոր հորիզոն է բացվում, չէ, այնպես էլ ամեն մի փորձառության հետ, չէ, ամեն մի փորձի, չէ, ամեն մի սխալի հետևում դա արդեն փորձառություն է, գիտելիք ես ստանում, փորձառություն է ձեռք բերում եւ իմ բանաձևն է չվախենալ այդ փորձառությունների, չվախենալ սխալվելուց, չէ, ես այդ սխալվելը չագերների մեջ եմ ասում, որովհետեւ սխալվելն էլ է ձեռք բերում։ Այդ մի սխալը կարող է քեզ ավելի շատ բան սովորեցնել, քան 10 տարվա լճացած աշխատանքը։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար, ձեր գործերին հաջողություն ենք մաղթում։ Մեր հեռուստադիտողներին եւ հետևորդներին տեղեկացնենք, որ բաց տեքստով հաղորդաշարը կարճաթև դադարից հետո կվերադառնա նորացված ձևաչափով։ Հաջողություն։